Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էի, մեր հյուրն արդեն այստեղ է։ Իդեպ այսօր մեռելոց է, այն հաջորդում է Սուրբ Ծննդյան տոնին։ Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան եւ մկրտության հիշատակումն է։ Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է ջրհորներքի կարգ։ Հայտնի է, որ Քրիստոսի ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, եւ ոչ էլ այդ մասին գրված է ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դար Քրիստոսի ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների, Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6-ից դեկտեմբերի 25-ը տեղափոխվել է այն պատճառով, որպեսզի անտեսվի Արևի Աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որը կատարվում էր դեկտեմբերի 25-ին։ Հայտնի ու անհայտ Սուրբ Ծննդյան պատմություններով այսօր մեր տաղավարում է ազգագրագետ Մանան Դաֆինը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավորում ենք ձեզ տոների կապակցությամբ։ Ես եւս շնորհավորում եմ ձեզ եւ բոլոր հեռուստադիտողներին տոների կապակցությամբ։ Եվ քանի որ հյուրի կարգավիճակում եմ եւ բոլոր հայերս ունենք մեկ անխախտ ավանդույթ Ամանորի եւ Սուրբ Ծննդի հետ կապված, որը դարեդար փոխանցվում է։ Ես այսօր ուզեցի եթերը սկսել այդ գեղեցիկ ավանդույթով եւ ինձ հետ բերել եմ Վայոց Ձորյան անուշեղեններ, թերթանուշ, իմիջայլոց Փախլավայի հայերեն անունը թերթանուշ է, օգտագործեք գեղեցիկ ավելի հայեցի անվանումը եւ շարոց, ոչ թե սուջուխ, այո, շարոց։ Շնորհակալություն իհարկե համեղությունների համար, այո։ Սիրով։ Եվ եթե խոսենք Սուրբ Ծննդյան տոնի հետ կապված, ապա Սուրբ Ծնունդը նշում է բոլոր ամբողջ քրիստոնյա աշխարհը, բայց մենք հայերս ինչպես միշտ ունենք առանձնահատկություն։ Ինչպես նշեցիք, ուրեմն սկզբում բոլոր քրիստոնյաները Քրիստոսի ծնունդը նշում էին հունվարի 6-ին, իր մկրտության օրը, հետագայում 451 թվականին Քաղկեդոնի ժողովի ժամանակ որոշում կայացվեց Քրիստոսի ծնունդը տեղափոխվել դեկտեմբերի 25, ինչին հայոց եկեղեցին իր համաձայնությունը չտվեց եւ հաստատական մնաց իր ավելի հին ավանդույթին։ Մենք այո, ծնունդը նշում ենք հունվարի 6-ին Քրիստոսի մկրտության հետ միաժամանակ։ Եվ պետք է նշեմ, որ քրիստոնեական այս օրվան գալիս են միանալու մեր մի քանի հազարամյա ուրեմն հայկական ժողովրդական ավանդույթները, ծեսերը, արարողակարգերը, որոնք միահյուսվում են այս նոր կրոնի քրիստոնեական կրոնի այս գեղեցիկ տոնին եւ ավելի են հարստացնում եւ ավելի են գեղեցկացնում տոնը եւ ավելի ազգային են դարձնում։ Պատահական չի, որ մեր բոլոր տոները մենք կոչում ենք ազգային եկեղեցական տոներ, որովհետեւ բոլոր տոներին միահյուսված են մեր ուրեմն այդ հնագույն ավանդույթները ու սովորույթները։ Եվ որպես կանոն դրանք ուրեմն պտտվում են տոնածիսական ուտեստի շուրջ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Սուրբ Ծննդյան սեղանը պարտադիր պետք է զարդարի ձուկը իր տարբեր տարատեսակներով եւ տարբեր կերակրատեսակներով եւ գինին։ Քրիստոնեական կրոնում իհարկե սա իր մեկնաբանություն ունի, ձուկը քրիստոնյաների խորհրդանիշներ, գինին Քրիստոսի արյուններ, բայց նաև կարևոր է, որպեսզի բոլոր հայերը իմանան, որ գինին պատահական չի հայտնվում հենց Սուրբ Ծննդին հայկական սեղանի գլխավոր դերերում, որպես տոնածիսական ուրեմն խմիչք, որովհետև հայերս համարում ենք աշխարհի առաջին գինեգործ ժողովուրդներից մեկը եւ հնագույն գինեգործ ժողովուրդներից մեկը, եւ երբ նայում ենք մեր ողջ տոնածիսական մշակույթի մեջ, տեսնում ենք, որ գինին մեզ համար սոսկ կենաց ասելու խմիչք չէ, սա սրբազան մի ուրեմն ըմպելիք է, կենարար մի ըմպելիք է, որը մենք դահարեր հազարամյակներ շարունակ այսպիսի արարողությունների ժամանակ օգտագործել եւ փոխանցել ենք միմյանց։ Իսկ ինչպիսի ծիսակարգեր են եղել Սուրբ Ծննդյան հետ կապված, որոնք գուցե եւ չեն պահպանվել մինչ օրս։ Այո, ցավոք սրտի որոշ բաներ չեն պահպանվել, ինչպես նշեցի, տոնածիսական խոհանոցը
իր ամբողջ առատությամբ պահպանվել է եւ տեղեկություններ քաղելով ազգագրական տարբեր աղբյուրներից տեսնում ենք, որ Սուրբ Ծնունդը շատ ավելի սպասված ու սիրելի տոն է եղել որոշ ազգագավառներում, քան բուն ամանորը, քան բուն դեկտեմբերի 31 հունվարի 1-ի առավոտը։ Եվ մեր ժողովուրդը շատ հետաքրքիր խորհրդանշական կապ է ստեղծել հունվարի 1-ի եւ հունվարի 6-ի միջև։ Տեսեք, հունվարի 1-ին օջախում մեծ գերան են դրել, որպեսզի անընդհատ վառվի, եւ սա խորհրդանշական իմաստով օջախի կրակը, համայնքի կրակը, կյանքը հավերժական դարձնելու այդ խորհուրդն է կրում, եւ այդ գերանը ու այդ կրակը վառվել է մինչև հունվարի 6, այսինքն այս երկու տոները մեր ժողովուրդը շատ իմաստուն կերպով կապել է իրար հետ, հա, չի բաղդադել, չի անջատել։ Քանի որ այդ օրը մենք նշում ենք նաև Քրիստոսի մկրտության օրը եւ կոչում ենք ջրօրհնեքի տոն, ապա ջրի հետ կապված տարբեր հետաքրքիր ծիսական արարողություններ ունեինք։ Նախ հունվարի 5-ի եւ 6-ի լույս առավոտյան բոլոր հայրս, բոլոր ազգագավառներում անխտիր հավատում էինք, որ ջրերը մի պահ կանգ են առնում եւ ոսկի են դառնում, եւ այդ պահին եթե ինչ-որ մի իր ընկնվեր ջրի մեջ եւ հանես, այդ իրը կդառնա ոսկի։ Եվ բացի դա մարդիկ հավատում էին, որ Քրիստոսի ծննդյան այդ պահին, երբ ջրերը կանգ են առնում եւ բնությունը դիմավորում է, հա, փրկչին, նրանք վերցնում էին այդ գետի ջրերից մի սափոր, մի բաժակ եւ տանում էին իրենց տուն ամբողջ տարին հավատալով, որ այդ ջուրը փրկելու է իրենց ուրեմն հիվանդություններից, փորձանքներից, չարիքից եւ այլն։ Հետաքրքիր ծեսեր կային, այսինքն տեսնում եք, որ ամբողջը ջրի մկրտության եւ ջրի հաղորդակցման հետ կապված ծեսեր են, որոնց խորհուրդը իհարկե շատ ավելի հին է, քան քրիստոնեությունը, բայց քրիստոնեական կրոնի եւ Քրիստոսի ծննդյան տոնի շրջանակներում ավելի է վերաիմաստավորվում այն, ինչը մեզ հետ դարեր շարունակ, այսպես հազարամյակներ շարունակ գալիս է։ Շատ հետաքրքիր է, որ մեր ժողովուրդը դեռ ձմեռ է, բայց արդեն մտածում էր, թե ամռանը եւ աշնանը ինչ բերք է ունենալու եւ դրա համար կրկին ուրեմն օգտագործում էր այդ մեռոն կաթեցված սուրբ ջուրը, ինչ էին անում պատանի երիտասարդ տղաներին, ովքեր դեռ արբունքի տարիքի չէին հասել, արթնացնում էին, իրենք ամբողջովին մերկացած մտնում էին գետի ջրերի մեջ, գետից քար էին վերցնում եւ վազելով դեռ արևը պետք է ծակած չլիներ, այդ քարը դնում էին ծառերի, ամենապտղատու ծառերի, այսպես բների մոտ, շարում էին արտերի եզրերին, որպեսզի բերքը առատ լինի, տարին բարեբեր լինի, հա, այսինքն մենք տեսնում ենք, որ մեր ժողովրդական այդ ավանդույթները ցավոք սրտի այդ ծեսերը մոռացվել են, որովհետև իրենք իրենց մեջ նաև խաղային բաղադրիչ են պարունակում եւ մարդիկ ավելի միասին խաղալով, միասին երգելով, պարելով, որոշակի ծիսակատարության մասնակցելով ավելի համերաշխ են դարձել եւ տոները այդ պատուհաններն են, կարծես, այդ թվում նաև Սուրբ Ծնունդը, որի միջոցով մարդը հաղորդակցվում է եւ բարձրալի եւ վերին ուժերի հետ եւ միևնույն ժամանակ կարծես իր ամբողջ տարվա այսպես հոգեվոր ապահովությունը եւ բերք ու բարիքը կարողանում է ապահովել։ Դուք ձեր էջում անդրադարձել եք այն հետաքրքիր վարկածին, որ մոգերը հայեր են։ Այ որտեղ առաջին անգամ հանդիպեցիք այդ գաղափարին։ Ուրեմն գիտեք, մասնագիտական տարբեր պրպտումների, տարիների այդ պրպտումների ընթացքում տարբեր աղբյուրներում իհարկե կարդում ես այդ մասին, լսում ես, բայց այս մասին շատ կարևոր զրույց եմ ունեցել պատմաբան լուսահոգի Արտակ Մովսեսյանի հետ եւ իր հետ միասին ենք երկար զրուցել այս թեմայի շուրջ եւ ինքն էլ տեսանյութ ունի այդ մասին։ Հետաքրքիր հակասություններ ուրեմն առաջադրեց իմ փոքրիկ տեսանյութը մոգերի հայ լինելու հետ կապված, քանի որ տարբեր աղբյուրներում նշում են որպես պարսիկ եւ այլն, հա, անգամ սևամորթ եւ այլն, հա, ես պատասխանեցի այդ մեկնաբանությունը նշելով, որ հիմա էլ կուզեմ ասեմ, որ հեռուստադիտողներն էլ լսեն, ուրեմն հին աշխարհի այդ աղբյուրները, որտեղից մենք քաղում ենք այդ տեղեկությունները, թարգմանությունները շատ հաճախ, երբ թուխ մաշկը ուզում են թարգմանել, նշում են սևամորթ, հա, այսինքն
Այն չէ, ինչ որ մենք հասկանում ենք։ Մենք այսօր, այո, սևամորթը, սևամաշկը եւ թուխը միջին հայերենում ուրիշ նշանակություն ուներ, աշխարհաբարում ուրիշ նշանակություն ունի։ Նախ սա է մեր գրաբարյան թյուր գիտելիքներն են եւ թերի գիտելիքներն են, որ հանգեցնում են դրան, եւ հետո հայ լինելու հետ կապված ամենակարևոր փաստը հետեւյալն է։ Աստվածաշնչում որպես արևելքի երկիր հիշատակվում է միայն Հայաստանը։ Աստվածաշնչյան ամենակարևոր սյուժեները, որով սկսվում է արարումը եւ այլն, դրանք կապվում են Հայաստանի հետ։ Հայաստանն է Եդեմը եւ Աստվածաշնչում մի քանի անգամ հիշատակվում է դա եւ արևելքում են գտնվում նաեւ Արարատի լեռները, որոնց վրա հանգչում է Նոյան տապանը եւ հետեւաբար, եթե Աստվածաշունչը սկսվում է մի երկրի պատմությամբ, մի երկրի տեղանքի նկարագրությամբ, որ այդքան կարևոր ուրեմն սյուժեական տեղ ունի Աստվածաշնչյան պատումների մեջ, հետո երբ որ իրադարձությունները շարունակվում են եւ նշվում է արևելքի երկիր, բնականաբար դա ուրեմն կարող ենք փաստել, որ դա կարող է լինել Հայաստանը։ Ուղղակի հետո գիտեք, ցավոք սրտի մեր պատմական ճակատագիրը այնպես է ընթացել եւ մեր գիտության ճակատագիրը այնպես է ընթացել, որ օրինակ սովետական միության տարիներին բազմաթիվ գիտնականներ չէին կարող ուղղակի դա գրել եւ հրապարակել, որտեղ սովետական գաղափարախոսությունը դա թույլ չէր տալիս։ Եվ այդ գիտելիքը մոռացվում է եւ տարբեր ուժեր, տարբեր աշխարհի այսպես ուժեր կարողանում են այդ փաստը ուրեմն շահարկել ի օգուտ իրենց եւ մենք կարծես մի պահ մոռանում ենք։ Հիմա եւ ես եւ տարբեր պատմաբանների էջերում, գրքերում, հոդվածներում կարող եք կարդալ, ուսումնասիրել, գտնել, որտեղ բոլոր աղբյուրները հասանելի են եւ բոլոր աղբյուրները բաց են։ Այ մոգերը Երուսաղեմ գնում էին աստղի առաջնորդությամբ։ Այո։ Այն ժամանակ որքանով էր աստղագիտությունը, աստղադիտումը տարածված մեր տարածաշրջանում։ Ոչ միայն մեր տարածաշրջանում, ընդհանրապես ամբողջ աշխարհում մոգերը իրենք հիմա երբ որ ասում ենք մոգ, երբ որ ասում ենք քուրմ, պատկերացնում ենք ինչ որ անհասկանալի, այո, հակաքրիստոնեական ինչ որ կերպարներ, հա։ Իրականում հին աշխարհում մոգերը եւ քրմերը իրենք այդ ժամանակաշրջանի գիտնականներն էին, իրենք այդ ժամանակաշրջանի փիլիսոփաներն էին, բնաբաններն էին, ֆիզիկոսներն էին, քիմիկոսներն էին, հա, եւ իրենք զբաղված էին ոչ թե այդ անիմաստ ինչ որ sense անհասկանալի ծեսերով եւ այլն, այլ իրենք ուսումնասիրում էին բնությունը, գիտությունը եւ դա փոխանցում էին ուսմունքի որևէ հավատքի միջոցով։ Եվ աստղագիտությունը շատ լուրջ գիտություն է եղել, այնպես ինչպես նաեւ ալքիմիան, որի մեջ էլի շատ մեծ դերակատարում է ունեցել Հայաստանը, որովհետև 5 տարերից ալքիմիկոսների անհրաժեշտ 5 կարևոր տարերից աղը, հայկական աղը տանում էին միայն Հայաստանից, այսինքն աշխարհի բոլոր ալքիմիկոսները այստեղից աղ էին տանում, որպեսզի ստանային այդ առասպելական, այդ մոգական էլիքսիրը, հա, որը բոլոր նյութերը կդարձներ ոսկի։ Այս առումով երբ այդ հակասական մեկնաբանությունները եկան, անգամ նամակներ ինձ գրեցին, ես պատասխանեցի, որ գիտեք, այս ինֆորմացիան ճիշտ ընկալելու, հասկանալու համար պետք են որոշակի գիտելիքներ հայկական նախաքրիստոնեական շրջանից, քրիստոնեական շրջանից, հա, այսինքն պատկերացրեք դուք տուն եք սարքում եւ ինչ որ մի պահի ձեզ մի հատ աղյուս են տալիս, որ դուք պետք է դնեք այդ տան մեջ, որպեսզի տունը կայուն լինի, եւ այդ աղյուսը այդ գիտելիքն է։ Եթե տակը դու շարած չունես, մնացած հիմքը, բազան, դու չգիտես ուր դնես, ինչ անես այդ գիտելիքի հետ, հա, դրա համար այսպեսի ընդվզում է բարձրանում, բայց նաև մոգերի հետ կապված մոռացա նշեմ, որ անունները եւս, այո, խոսում են հստակ այն մասին, որ նրանք հայեր են եղել, Մելքոնը, Գասպարը եւ Բաղդասարը։ Տիպիկ հայկական անուններ։ Կարծում եմ թեման բավականին ծավալուն է, բայց մեր եթերաժամանակն է սպառվում, այո, ցավոք սրտի։ Կարծում եմ դեռ առիթներ կունենանք միասին զրուցելու։ Շնորհակալություն ձեզ, որ ձեր առավոտը սկսեցիք մեզ հետ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք անցնենք առաջ եւ դիտենք գովազդ, այնուհետեւ կվերադառնանք տաղավար։